Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնը նշում է հիմնադրման 45-րդ տարեդարձը, որի առիթով կազմակերպված հոբելյանական երեկոյին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի համայնքապետարանի կրթության մշակույթի բաժինների ոլորտային պատասխանատուները, հյուրեր և թատերասեր բնակիչներ։ Տոնական միջոցառմանը բովանդակային տեսաշարով ցուցադրվեց թատրոնի զարգացման դժվարին, բայց և բուռն ու հիշարժան ուղին։ Ներկայացվեց քաղաքի թատրոնի պատմությունը, որն սկսվել է 1980 թվականից հայելի ժողթատրոնի գործունեությամբ։ Այսօր Աբովյանի դրամատիկական թատրոնը ներկայանում է տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսին հետաքրքիր ստացված խաղացանկով, ուրույն ոճով ու պահանջված բեմադրություններով, որոնք իրականություն են դառնում նախ հավատարիմ հանդիսատեսի մշտական ներկայության, ապա թատրոնի անձնակազմի նվիրյալ գործունեության շնորհիվ։ Աբովյանում թատերարվեստի զարգացման ճանապարհին գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը մեծապես կարևորեց Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի աջակցությունը, հովանավորությունն ու սրտացավ վերաբերմունքն ուղղված թատրոնում շենքային և աշխատանքային պայմանների բարելավմանը, ապա փոխանցեց պատվոգիր թատրոնի կողքին լինելու և թատերարվեստի զարգացմանը նպաստելու համար։ Տարիներ առաջ, ահա այս տարածքում, որտեղ որ դուք եք նստած, անձրև էր գալիս։ Սակայն Էդուարդ Բաբայանի անմիջական ուշադրության կենտրոնում գտնվող այս տարածքի տանիքը 3 տարի առաջ հիմնովին վերանորոգվեց։ Մենք գիտենք և զգում ենք, թե ինչպես է պարոն Բաբայանը պայքարում, որ օր առաջ լուծի թատրոնի առջև ծառացած խնդիրները և այն բոլոր խոչընդոտները, որոնք հայտնվում են, շատ արագ լուծում են ստանում պարոն Բաբայանի կողմից։ Եվ դա էլ մեզ հույս է տալիս, որ չպետք է հանձնվել, պետք է պայքարել։ Հարգելի պարոն Բաբայան, մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ հետ միասին ցանկանում ենք Աբովյանի մշակութային կյանքը առավել գունեղ դարձնել։ Եվ մեր ողջ թիմի անունից ցանկանում ենք պատվոգիր հանձնել ձեզ ի երախտագիտություն ձեր նվիրվածության։ Թույլ համայնքի ղեկավարի անունից շնորհավորել և շնորհակալություն հայտնել նախ ձեր այսչափ նվիրվածության համար և այն սիրո համար, որ տալիս եք մեր համայնքին և հանդիսատեսին։ Շնորհակալություն։ Աբովյանի դրամատիկական թատրոնի կողքին լինելու, թատրոնի խնդիրների նկատմամբ ուշադրության, աջակցության և սրտացավ վերաբերմունքի համար պատվոգրերով պարգևատրվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Թույլ տվեք ողջունել բոլորիդ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից և ցանկանալ հիանալի 45-րդ թատերաշրջան։ Պետության կողմից վերջին տարիներին որդեգրած ռազմավարությունը այն է, որ մշակույթը հնարավորին չափ ապակենտրոնացվի մարզեր, բոլոր համայնքներ, բոլոր գյուղեր, բոլոր քաղաքներ, բոլոր բնակավայրեր։ Ես ինքս ինձ զգում եմ այստեղ իմ տանը, ինքս ինձ զգում եմ իմ բարեկամ քաղաքում եւ իմ բարեկամ թատրոնում եւ իմ բարեկամներով շրջապատված։ Շնորհակալություն հայտնեմ բնականաբար համայնքի ղեկավարին պարոն Բաբայանին, գիտեմ որ ինքը ինձպես ձեզ բարեկամ է զգում եւ ամեն հարցում ամեն անգամ երբ դիմում եք կանգնած է ձեր կողքին եւ աջակցում է, շատ կարեւոր է եւ իր անունով նաեւ համայնքապետարանին շնորհակալություն հայտնենք։ Ուզում եմ շնորհավորել նաեւ պարոն Սահակյանի անունից Աբովյանի դրամատիկական թատրոնի հոբելյանական 45-րդ տարեկան կապակցությամբ։ Մաղթում եմ, որ ձեր բեմադրությունները, որոնք այս բեմում պիտի լինեն, յուրաքանչյուրը մի նոր արվեստի հաղթանակ լինի։ Յուրաքանչյուր դեր մի նոր հանդիպում հանդիսատեսի հոգու հետ։ Չէ որ թատրոնը մեր յուրաքանչյուրիս հոգու հայելին է և շատ կարևոր է, որ նաև մեր սերունդը այս ճիշտ գեղագիտական դաստիարակությամբ է մեծանում։ Մեծ ու տաղանդավոր թիմում կարևորվեց յուրաքանչյուրի տեղն ու դերը, իսկ առանձնահատուկ շնորհակալության արժանացան թատրոնի երկարամյա աշխատակից դերասանուհի Զոյա Աղաջանյանը և ներկայացումների կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։ Միջոցառումն ամփոփվեց տոնական արարողություններով, ուրախ ու ջերմ մթնոլորտում։ Կրկին շնորհավորում ենք Աբովյանի դրամատիկական թատրոնին 45-րդ հոբելյանական թատերաշրջանի առիթով և մաղթում ստեղծագործական հաջողություններ, մեծ բեմեր և չդադարող ծափեր։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի ճանաչված արվեստի քննադատ, արվեստի պատմաբան Ֆրանչեսկո Գալո Մացեոյին, ով Հայաստան էր այցելել քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ, դասախոսություններով հանդես գալու նպատակով։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Գալո Մացեոյի այցը Հայաստան, բարձր գնահատելով նրա գործունեությունն արվեստի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրության ոլորտում։ Նախագահը կարևորել է միջազգային փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորությունը, ընդգծելով, որ նման շփումները նպաստում են հայ երիտասարդության մասնագիտական աճին, աշխարհայացքի ընդլայնմանը և ստեղծարար մտածողության զարգացմանը։ Ֆրանչեսկո Գալո Մացեոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունն ու սերը ձևավորվել են դեռ տարիներ առաջ։ Նա նշել է, որ խորապես տպավորված է հայկական արվեստի յուրահատկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ և մեր ժողովրդի պատմական դիմակայությամբ։ Խոսելով Հայաստանի ներկա օրերի մասին, իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է մեր երկրի խաղաղության հաստատման ուղղված ջանքերից և մաղթել խաղաղություն, զարգացում և բարօրություն Հայաստանի ժողովրդին։ Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտելիքի փոխանցման ավանդույթների պահպանության և նորարարության կիրառման կարևորության վերաբերյալ հարցեր։ Երկուստեք ընդգծվել է, որ մշակույթը և կրթությունը մնում են զարգացման այլընտրանք չունեցող ուղիներից։ Հոկտեմբերի 22-ից 23-ին Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհ համաժողովը։ Կազմակերպիչների հաղորդմամբ կմասնակցեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Ալի Ասադովը։ Համաժողովը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ակնկալվում է շուրջ 2000 պատվիրակների, բարձրաստիճան քաղաքական գործիչների, գործարար հատվածի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, համաշխարհային առաջատար ընկերությունների ղեկավարների, միջազգային ֆինանսական ինստիտուտների և համաշխարհային մակարդակի փորձագետների մասնակցություն։ Թվով 5-րդ համաժողովի գլխավոր թեման կայունության պայմաններում ներդրումներ կատարելն է։ Կքննարկվեն գլոբալ առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկայի, թվային տրանսֆորմացիայի և այլ թեմաներ։ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անցկացվում է 2 տարին մեկ անգամ։ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը դրան մասնակցել են նաև 2023 թվականին։ Այն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրանց հետ եռակողմ հանդիպում է ունեցել։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության համագործակցությամբ տեղի է ունեցել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում, իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում թեմայով միջոցառում, տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը։ Իր խոսքում պաշտպանը անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին նշել է, որ չնայած իրականացված քայլերին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։ Այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում և միջավայրում առկա ճնշումները։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին և որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր և ցավալի ազդեցություն։ Ցավոք, մենք հաճախ չենք նկատում այդ մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները։ Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստենք հանրային իրազեկության բարձրացմանը, ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Այս համատեքստում նման նախաձեռնությունները բացառիկ կարևորություն ունեն, խթանելով հանրային մտածողության փոփոխությունն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդումը, ասել է պաշտպանը։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել է շնորհավոր աղջիկ է ֆիլմը, նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողները մասնակցել են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացված հրդեհաշիջման մարտավարություն թեմայով դասընթացին, որը վարում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքապաշտպանության վարչության փորձագետները, ներգրավել էին նաև կենտրոնի հրահանգիչները։
Տեսական եւ գործնական պարապմունքների ընթացքում հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողներին ներկայացվել են հրդեհային տարբեր իրավիճակներում հրդեհաշիջման աշխատանքների մեթոդներն ու հմտությունները։ Պարապմունքներն անցել են ինտերակտիվ եւ պրակտիկ ձևաչափով, ինչի արդյունքում դասընթացի մասնակիցները ստացել են խորքային գիտելիքներ, կատարելագործելով մասնագիտական կարողությունները։ Դասընթացի գործնական փուլի ընթացքում հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի հերթապահ բժիշկը վերահսկել է փրկարարների առողջական վիճակը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քաղաքապաշտպանության վարչության փորձագետ Բեռնար Ժանինի խոսքով դասընթացի նպատակը տարբեր հրդեհային իրավիճակներում փակ ջերմային ազդեցության գոտում հրդեհաշիջման հմտությունների զարգացումն է, կիրառելով ստացած գիտելիքները։ Հրշեջ փրկարարները պատրաստակամությամբ ու բարձր պատասխանատվությամբ են մասնակցել դասընթացին, իսկ փորձի փոխանակման արդյունքում զարգացրել տեսական եւ գործնական գիտելիքները։ Միջազգային գործընկերների ներգրավմամբ անցկացվող վերապատրաստման դասընթացները ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացման, այլ նաև համագործակցության ընդլայնման հիմք են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների Սենատի անդամ Սթիվ Դենսի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգային հարցեր, ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը եւ ստորագրված փաստաթղթերին, TRIPS ծրագրի իրականացմամբ ստեղծվող միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններին։ Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դենսին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է գնաճի վերաբերյալ տեղեկություններ մեր հանրապետությունում։ Ըստ մատուցված տվյալների 2025 թվականի հունվար-օգոստոսը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 3,2%։ Արդյունաբերական ապրանքները թանկացել են 2,8%-ով, բայց շինարարության գները նվազել են 6,7%-ով։ Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման գների ինդեքսը կազմել է 5,4%։ Այդ ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5,8% գնաճ։ Հանրապետությունում հացի գինը աճել է 5%-ով, ալյուրինը 7,2%-ով։ Թռչնամսի գինը 2025 թվականի սեպտեմբերին 24 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 1,9%-ով։ Տավարի, գառան եւ խոզի մսերինը համապատասխանաբար 3,1, 4,9 եւ 9,4%-ով։ 2025 թվականի սեպտեմբերին 2024 թվականի սեպտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 15,9%-ով, կարագինը 12,5, մարգարինինը 3,5, հրուշակեղենի գները ավելացել են 1,6%-ով, իսկ շոկոլադի գինը աճել է 14%-ով, սուրճի գինը աճել է 14,2%-ով, թեյինը 3,5, կակաոինը 21,7%-ով։ Դիտարկված ժամանակահատվածում ձվի եւ հնդկացորենի գները նվազել են 3%-ով եւ 0,6%-ով, իսկ 2025 թվականի օգոստոսի համեմատ արձանագրվել է 3,1 եւ 0,8% գնաճ։ Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4,7% եւ 8,3%-ով, իսկ մրգի գները աճել են 12,4%-ով։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 7-ից 8-ին համաձայն որի բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 2 դեպք անձնական ունեցվածքի գողության, մեկական դեպք մարմնական վնասվածք պատճառելու խարդախության։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցվել է 23 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հարգելի հարգոճող, եթե դուք արտասահմանյան փոխկապակցված ոչ ռեզիդենտ գործընկերների հետ իրականացրել եք վերահսկվող գործարքներ, որոնց հանրագումարը գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա հնարավորություն ունեք նվազեցնելու վերահսկվող գործարքի ռիսկայնությունը հարկային մարմնի հետ համատեղ թափանցիկ համագործակցության միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է հարկային մարմնի հետ կնքել նախնական գնագովացման պայմանավորվածության համաձայնագիր։ Այս քայլով դուք ոչ միայն կդյուրինացնեք ձեր շփումը հարկային մարմնի հետ, այլև կհամապատասխանեք միջազգային հարկային թափանցիկության չափանիշներին,
քանի որ տվյալ օրենսդրական կարգավորումը հանդիսանում է տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության BEPS ծրագրի ստանդարտների մաս։ Համաձայնագիրը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով, որի արդյունքում կնվազեն հետագա հարկային անորոշությունները, կկանխվեն հնարավոր ճշգրտումները եւ վեճերը, ինչպես նաեւ գործարքի գնագոյացման գործընթացը կդառնա ավելի հստակ եւ կանխատեսելի։ Իդեպ, հարկային մարմնի եւ հարկ ուղղի միջև նախնական գնագոյացման պայմանավորվածության առաջին համաձայնագիրն արդեն կնքվել է։ Նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռբերման կարգին եւ պայմաններին կարող եք ծանոթանալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը կարող էր լինել նախապես ծրագրված դավադրության արդյունք, որին ենթադրաբար ներգրավված են եղել Իսրայելը, Մեծ Բրիտանիան եւ Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Քամրան Ղազանֆարին։ Ղազանֆարին նշել է, որ Ռայիսիի մասնակցությունը ամբարտակի բացման արարողությանը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի պնդմամբ եւ որ Ալիևը հանդիպել է հրեա ռաբիների հետ միջադեպից մի քանի օր առաջ։ Պատգամավորի խոսքով իրանական հետախուզական գործակալություններն ունեն փաստաթղթեր եւ զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ աղետը կարող է նախապես պլանավորված լինել։ Հիշեցնենք, 2024 թվականի մայիսի 19-ին վթարի էր ենթարկվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ինչպես նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին ու մի քանի այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռը։ Վթարի պատճառը նշվել էր եղանակային վատ պայմանները։ Եվրախորհրդանի պատգամավորները հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ, անդրադառնալով 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գրում է Ալիք մեդիան։ Հայտարարության մեջ նշված է, որ ընտրություններն անցկացվել են սահմանափակ միջավայրում, վրացական երազանքի քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների եւ քաղաքական ընդդիմության նկատմամբ ինքնահռչակ պաշտոնյաների ամիսներ շարունակ իրականացրած ճնշումների պայմաններում։ Եվրախորհրդանի պատգամավորները դատապարտել են այն փաստը, որ պաշտոնյաները փաստացի խոչընդոտել են ընտրություններին վստահելի դիտորդների մասնակցությանը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել ընտրություններից հետո փողոցներում բռնի բախումների վերաբերյալ եւ բոլորին հանգստության կոչ են արել։ Մենք կոչ ենք անում վրացական երազանքին դադարեցնել ժողովրդավարության դեմ հարձակումները, հարգել հավաքների եւ խոսքի ազատության հիմնարար իրավունքները, դադարեցնել ցուցարարների ձերբակալությունները եւ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին։ Մենք նաև դատապարտում ենք Եվրամիության դեմ ավելի ու ավելի ուժ գնացող ագրեսիվ արշավը, ներառյալ հարձակումները Եվրամիության եւ անդամ պետությունների դեսպանների, եվրոպացի քաղաքական գործիչների եւ առանձին անդամ պետությունների վրա, ասված է տարածված հայտարարության մեջ։ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում 3 հոկտեմբերի 7-ին կառուցվող շենք է փլուզվել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, փոխանցում է AFP գործակալությունը։ Երեքշաբթի ուշ երեկոյան 2 մարմին է հայտնաբերել Պլասա Մայոր հրապարակից ոչ հեռու գտնվող տարածքում, որը հայտնի զբոսաշրջային վայր է։ Դա տեղի ունեցել շենքի մասնակի փլուզումից մի քանի ժամ անց։ Հրշեջները չորեքշաբթի վաղ առավոտյան հայտնաբերել են եւս 2-ին, X հեռուստաալիքի եթերում հայտնել է քաղաքապետը։ Փրկարարական ծառայությունները հայտնել են, որ վիրավորների թվում են շինհրապարակում աշխատող 3 տղամարդ եւ շինարարությունը վերահսկող 1 կին։ Իսպանական լրատվամիջոցները հաղորդել են, որ աշխատողները Մալիից, Գվինեայից եւ Էկվադորից են եղել։ Եվս 3 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Փլուզման պատճառը պարզվում է։ Շենքը, որը նախկինում գրասենյակային շենք է եղել, վերածվել էր հյուրանոցի։ Քաղաքապետարանի փաստաթղթերի համաձայն շինարարության թույլտվությունը տրվել է փետրվարին։ Հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 6-ը Մցխետա Ստեփանցմինդալարս ավտոմայրուղու որոշակի հատվածում կսահմանվի երթևեկության հատուկ ռեժիմ։ Մասնավորապես Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ Ստեփանցմինդակ Վելեթի հատվածում շինարարական աշխատանքների եւ ճանապարհային անվտանգության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ է փորման աշխատանք կատարել միջազգային նշանակության Մցխետա Ստեփանցմինդալարս ավտոմայրուղու 126-րդ կիլոմետրում, որի համար 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը նշված ավտոմայրուղու երթևեկությունը կսահմանափակվի ամեն օր ժամը 6-ից մինչև 10 ընկած ժամանակահատվածում։
Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից փոխանցում են Հանրապետության մարզերում հոկտեմբերի 9-ին 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ին և 13-ի գիշերը առավոտյան 11-ից 12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 9-ից 12-ին սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ին աստիճանաբար կնվազի 5-ից 9 աստիճանով։